Մենք ունեցել ենք երկար տևական հանդիպում հանրապետության վարչապետի հետ եւ քննարկել ենք առկա հնարավոր բոլոր հարցերը, այդ մասին ես բավական մանրամասն դրամաշնորհին տեղյակ եմ տվել։ Վարչապետի մոտեցումը հետեւյալն է։ Արդեն կառուցողի փոխության մասը եւս գիտեք, վարչապետը նոր արդեն անվանող նախարարությունում պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող անձ, բիզնեսի հետ առնչություն ունեցող անձ եւ իր համար շատ կարևոր է տնտեսական բլոկի բարեփոխումները։ Ինքը շատ բարձր է գնահատել Պարոն Մինասյանի եւ քաղաքական հատկությունները, եւ իմացությունը, եւ դիապետելը, եւ բացարձակապես որևէ խնդիր չունի Ազգ Մինասյանը, հակառակը ասել է որևէ հասարակության մեջ լրատվություն մեծ ցուրենկալում կառավարության առաջին նիստի հետ ինքը բացարձակապես նման ցանկություն չի ունեցել, հակառակը ափսոսում է եւ ասել է որ ես շատ եմ ուզում աշխատել Պարոն Մինասյանի հետ եւ առաջարկություններ արել եւ դաշնակցությանը եւ Պարոն Մինասյանը։ Բնապահպանության նախարարի բայց Պարոն Մինասյանը այստեղ որևէ արտավազդ բան մի գտեք, հստակ ասել ենք վարչապետի եւ հրապարակային եւ մեր հանդիպումների ժամանակ առաջադրած խնդիրները, նպատակները, թե ինքը ինչ է ուզում անել տնտեսության ոլորտում, հանրապետ եւ տնտեսական քաղաքական ոլորտում, ամբողջովին մեր համար հասկանալի եւ ընդունելի են եւ մենք աջակցում ենք վարչապետի այդ նախաձեռնություններին եւ Պարոն Մինասյանը զբաղեցնում է նախարարության առաջիկայում նախարարի պաշտոնը դուք հրաժարեցնում եք Պարոն Մինասյանին ազգային ժողովից, գիտեք կարողությունները եւ գիտելիքները եւ վստահ եմ որ այսինքն մեզ համար դաշնակցության համար բացարձակ կարևոր չէ թե մենք հալի նախարարություն կունենանք մեր համաձայնագրին մենք խնդիրներն ենք ձևակերպել եթե այդ խնդիրները լուծվում են մենք կարող ենք եւ ոչ մի նախարար չունենալ եւ կարող ենք 5 նախարար ունենալ եւ կարող ենք 3 նախարար ունենալ իսկ Պարոն Մինասյանի կարողությունները վստահ եմ լիոլիկ բավականացնել նաեւ բնապահպանության նախարարությունը մի գործառույթները իրականացնել։ Կտրուկ չի շատ էկոնոմիկայից բնապահպանության նախարարությունը։ Արդյոք անցումը շատ կտրուկ չէր ազգային ժողովի պատգամավորից էկոնոմիկայի նախարարություն։ Ոչ, երկուսն էլ կարևորագույն նախարարություններ են, կրկնում եմ։ Եթե վարչապետը ունի պատկերացումներ եւ ինքը ուզում է այդտեղ տեսնել մարդու ով բիզնես մտածողություն ունի, կարող է բիզնեսի հետ շատ ավելի ինտենսիվ աշխատել, դուք բոլորը գիտեք, որ Ազգ Մինասյանը լինելով եւ քաղաքական գործիչ եւ մասնագետ եւ դիապետելով բոլոր խնդիրներին տեսական մտարվակով, բայց ինքը բիզնեսի հետ առնչություն չի ունեցել, չէ՞, այդպես է չէ։ Եվ բնական է, որ վարչապետին պետք է ձևավորել այնպիսի թիվ, որտեղ տնտեսությանը կարող է իր առաջադրած խնդիրները լուծել։ Դուք այստեղ ես կարծում եմ ամենահիմնականը ձեր շեշտադրումները պիտի լինի, թե ինչ խնդիրներ է դրվել նոր կառավարության առաջ։ Եթե այս խնդիրները իսկապես քայլ առ քայլ լուծվելու են, դա ինչ է նշանակում։ Առաջերտին նշանակում է վճռական պայքար ստերայի տնտեսության դեմ, մեր ամենամեծ խնդիրը, նշանակում է վճռական պայքար կոռուպցիայի դեմ, նշանակում է պայմանների ստեղծում նոր արտադրություն ստեղծողների ավելի արժեք ստեղծողների աշխատանքներ ստեղծելու համար տարբերակված մոտեցում արտոնությունների տրամադրում նաև հարկային հնարավոր է։ Սա նշանակում է սոցիալապես իրապես անապահով բնակչության, իրապես շատ կարևոր է, որովհետև այստեղ մենք եւս խնդիր ունենք բնակչության համար իրենց ամենօրյա բեռի արմատական փոփոխություն, սա նշանակում է կառավարության կառուցվածքի օպտիմալացում եւ ավելորդ բոլոր օղակների, որոնք խանգարում են տնտեսական զարգացմանը շրջանում, եւ այս ամենը եթե մենք կարողանալու ենք անել, սա ամենակարևորն է։ Այս ուղղությամբ նայեք։ Վարչապետը Կարեն Կարապետյանի այս փուլում դրված խնդիրները շատ հստակ են եւ այդ նույն խնդիրներն են, որ մենք ենք դրել, այդ նույն խնդիրները, որոնք համաձայնագրի մեջ ֆիքսված են, արտադրված են։ Այս փուլում մենք տեսնում ենք վարչապետի վճռականությունը, այս բոլոր երևույթների դեմ իսկապես պայքարելու կարողանալու է։ Ես հույս ունեմ, որ կարողանալու է։ Կարողանալու է, թե մենք կարողանալու ենք։ Հույս ունեմ, որ կարողանալու ենք։ Պարոն Վարդանյան, ես նաև առաջարկում եմ գնահատել արդյունքներով։ Պարոն Վարդանյան, մեկ 10 օր ընդամենը նշանակվել է վարչապետ։ 15 տրամաբանությունը ամսականից է այսօր։ 25 ուրեմն քանի օր եղավ միջինը եղավ իմ կողասած չէ ճիշտ։
Իսկ Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը կպահպանեն իրենց պաշտոնները։ Պարոն Լոքյանը եւ պարոն Մկրտչյանը կպաշտպանեն իրենց պաշտոնները միանշանակ։ Պարոն Վարդանյան, Որ ուշադրություն եք այդպեսի կետ, որ 3 պորտվել լինի։ Այդ դեպքում Ես չեմ ասել 3 չունենք, 3 որևէ պորտվել։ նախարարի պաշտոն։ Ես չեմ ասել մենք չունենք 3, ես ասում ենք ընդհանրապես պորտֆելների մասին խնդիր չկա։ Այդ դեպքում ինչու։ Պատճառը հետևյալն է, որովհետև նոր վարչապետը արդեն դարձի պատասխանեցի։ Շատ բարձր է գնահատում պարոն Մինասյանի կարողությունները եւ ուզում է, որ ինքը նա կարողություն։ Պարոն Աթեն, այնուամենայնիվ էկոնոմիկայի նախարարի պորտֆելի կորուստը չէ կարծում, որ լուսանկային է դարձնում դաշնակցության դերը կոալիցիայի։ Բացարձակ չեմ դարձնում։ ճանաչ, ինչ անեմ։ Կոալիցիայից դուրս գալու հարց հնարավոր է քննարկվել։ Բացառում եմ։